Պրոֆեսիոնալ ակումբային ֆուտբոլում մեր անհաջողությունները բարեբախտաբար չեն նվազեցնում սիրողական ֆուտբոլի նկատմամբ մեզանում նկատվող հարաճուն հետաքրքրությունը։ Գառնան Զարթոնքին զուգահեռ իր բրենդը հարգող հայաստանյան ցանկացած ընկերություն պատվի խնդիր է համարում սիրողական ֆուտբոլի դրոշը վեր պարզելը ներկոլեկտիվային ստուգատեսների ընթացքում։ Այս յուրատեսակ ֆուտբոլային բումը անձամբ ես կապում եմ մեր ազգային հավաքականի Զարթոնքի հետ անցած մրցաշրջանի մի շարք եվրահանդիպումներում։ Այո, բարեկամներ, ինչքան քիչ բան է պետք ֆուտբոլասերին երջանիկ լինելու եւ բազմոցային նստակյաց հերոստահանդիսականից մասնակցի վերածվելու համար։ Եվ կրկին տոնական հանդերձանքի մեջ է Մագնիսի պես դեպի իրեն ձգող Միկա Մարզապալատը։ Մինի ֆուտբոլը մեծարողների հավաքատեղին, որտեղ սովորիթի ուժով եզրափակիչ ակորդն են հնչեցնում այս կամ այն ոչ անհայտ կազմակերպության ֆուտբոլային հերոսները։ Այս անգամ դիտակետում ՍԱՍ գրուպն է իր ողջ ֆիրմային հմայքով ու շուքուփայլով։ Ակնհայտորեն սա տուրք չէ ֆուտբոլային նորաձևությանը, այլ կայծից բոցավառվող սիրո առհավատչա։ Ոչ միայն առողջ սնունդ, այլև առողջ ապրելակերպ նշանաբանով առաջնորդվող կազմակերպիչները նույնիսկ նորամուտի հատուկ օրհներգ էին պատվիրել, որի համապատրաստից պրեմիերան գունազարդ դահլիճի ձայնակցությամբ տեղի ունեցավ Ռոյալ և Գուլիվերներ թիմերի վճռական հանդիպման նախաշեմին։ Առանց դիրիժորական չափափայտիկի խմորվող կրքերը եռացնում, բարձրակետին էր հասցնում ՍԱՍ-ի անկրկնելի շոումեն Գեղուհին, միևնույն անկաշկանդ շարժուձևով սառեցնելով, չափավորելով, ամռան տապից առանց այն էլ դուրս ժայթքող զգացմունքների հրաբուխը։ Եվ սա տարբերակիչ միակ առանձնահատկությունը չէր, որով ՍԱՍ գրուպի մարզատոնը շահեկանորեն առանձնանում էր նախորդներից։ Ամեն ինչ մատնում էր մոտալուտ իրադարձության նշանակալիությունը, եւ սա նրբազգաց կազմակերպիչների բարոյական հաղթանակն էր, իրական հաղթանակի ճանապարհին։ Ողջ արարողակարգի ընթացքում աչքի լույսի պես էին վերահսկում փողկապավոր բարեկիրթ երիտասարդները, ֆուտբոլային ատրիբուտիկայով ֆիրմային դրոշն ու հաղթողի բյուրեղապակյա գավաթագնդակը։ Ֆիրմային սուպերմարկետներից երևանցիներին քաջածանոթ նրբագեղությամբ էին զովացուցիչ ըմպելիքներ առաջարկում, եվրոպական ընդմիջումների ժամանակ պարային համարներով փայլատակող ՍԱՍ-ի աղջիկները։ Դե իսկ հանդիսականներին բաժանված սպիտակ կարմիր ցուցակարտերն էլ ոչ թե կարգազանց ֆուտբոլիստներին պատժելու, այլ տրիբունաների երկրպագության ալիքներով նրանց հաղթանակի ոգեկոչելու համար էին։ Իդեպ, ստվարաթղթերի հակադիր երեսին արդեն հիշատակված ֆուտբոլային օրհներգի բառերն էին, որ սեփական բրենդին հավատարմության եւ գերատեսչական հայրենասիրության դասական օրինակ են։ ՍԱՍ, դու միակն ես, ամենալավն ես, դու number one-ն ես, շատ ենք սիրում մենք քեզ։ Ահա մի հատված անգլերենով համեմված այդ արտաբուխ ներբողից, որի օտարաշունչ բառակապակցության դեմ անշուշտ հիմնավոր առարկություններ կունենա լեզվի պետական տեսչությունը։ Տվյալ պարագայում, սակայն, ներողամտությունը երևի թե չէր խանգարի, քանզի գերիշխող գեղեցիկի դեմ անզոր են թվում նույնիսկ անհույս ձևապաշտները։ Նկատի ունենանք աչք շոյող գայթակղիչ գեղեցկուհիների լիառատությունը շուրջ բոլորը, ինչը նույնպես համաձայնեք ինքնատիպ ռեկորդ է պահպանողականության հակված հայ իրականության մեջ։ Կին ֆուտբոլասերն ու եվրաինտեգրումը այլընտրանք չունեն եւ այդուհանդերձ ինչքան էլ որ դժվար է աչք կտրել գեղազարդ տրիբունաներից, ինչպես ասվում է, չմոռանանք թե ինչի համար ենք եկել, վերադառնալով զարգացող իրադարձությունների կիզակետը դարձած խաղաղապարակ։ Հավանաբար հասցրեցիք նկատել, որ որոշակիորեն դանդաղաշարժ Գուլիվերների համապատկերի վրա անհամեմատ ավելի լավ են դիտվում արագ կոմբինացիոն ֆուտբոլը դավանող ռոյալիստները, որոնք ասես նոտաներով գոլեր հեղինակեցին խաղասկզբում։ Ու չնայած Ռաբլեի արկածային վեպից ֆուտբոլային թատերաբեմ տեղափոխված դյուցազունները Բարսելոնի կապտանռնագույնով էին զրահապատվել, միևնույն է հաշիվը սպառնալիորեն աճում էր կապույտ մարզաշապիկներ նախընտրած Ռոյալի օգտին։ Հսկաների պատիվը վտանգված էր եւ դատելով ամեն ինչից միայն ֆուտբոլի համար ավելորդ քաշը չէ, որ խանգարում էր Գուլիվերներին։ Տնային աշխատանք փոքր-ինչ ավելի լավ էին կատարել Ռոյալի պատվախնդիր տղաները, եզրափակիչի մատույցներով մեծացնելով մարզումային ծանրաբեռնվածությունը եւ դրսեւորելով պատասխանատվության ավելի մեծ չափաբաժին։ Իսկ ընդհանրապես ապրիլի 30-ին մեկնարկած ՍԱՍ գրուպի անդրանիկ առաջնությանը մասնակցեցին 24 ներկոլեկտիվային թիմեր, 7-ը կենտրոնական գրասենյակից եւ 17-ն էլ սուպերմարկետների ցանցից։ Հատկապես քարոտ եզրափակիչից սկսած աշխատանքից հետո աշխատակազմը դահլիճներ էր վարձակալում ամենօրյա պարապմունքների համար։ Չէ որ քննաշրջանի ավարտին սիրող ֆուտբոլիստները հաշվետվություն էին հանձնելու անձամբ իրեն։ ՍԱՍ գրուպի համանախագահ Արտակ Սարգսյանին, ով որդիների հետ սկզբից մինչև վերջ հետևեց ֆուտբոլային դրամայի վայրիվերումներին։ Գավաթը վիճարկելու իրավունքը վերապահվեց կենտրոնական գրասենյակի երկու թիմերի, թեպետ մասնաճյուղերի հետ թվաբանական հարաբերակցությամբ շանսերը գրեթե հավասար էին։
Վերադառնալով եզրափակիչ խաղի տեսահաշվետվությանը արձանագրենք, որ գուլիվերները այդուհանդերձ գտան ռոյալիստների դեմ տակտիկական հակախաղը։ Դարպասապահի մեկ նետումով գնդակը միանգամից հասցնելով մրցակցի տուգանային հրապարակ, ուժային պայքարում գերազանցության հաշվին նրանք նախ նվազագույնի հասրին հաշվի տարբերությունը առաջին կեսում 2-3, ապա եւ վերջին հնարավորությունը ստացան խաղավարտից հաշված րոպեներ առաջ ֆիքսելով 4-4 նախահաշիվը։ Բայց ինտրիգը վերացավ, երբ ասես առատության եղջյուրից իրար հետևից 4 գնդակ հայտնվեց կապիտուլյացիայի դրոշը այդպես էլ չբարձրացրած հսկաների դարպասում։ 8-4 եւ ճշմարիտ երկրպագության էներգիայի պաուստապաշարը սպառած հանդիսականը մի վերջին պորտկումով ողջունում է հաղթանակած ռոյալին, սահուն կերպով հովարների ձևափոխելով երկգույն ցուցակարտերը։ Ամեն ինչ միասին, մեկ ընտանիքի նման, ինչպես վայել է սրտով միաբանվածներին։ ՍԱՍ գրուպի համանախագահ Արտակ Սարգսյանը գերազանց գնահատեց ֆուտբոլային երկամսյա տոնի հանգուցալուծումը, արժևորելով հատկապես ներկոլեկտիվային համերաշխության շքահանդեսի առողջ մթնոլորտը։ Ներդրված ջանքերին համեմատ էր պարգևատրությունը, երբ տարագույն մեդալներից ու հուշանվերներից բացի հանձնվեցին ամառային հանգստի խրախուսական ուղեգրեր։ 7 օր Անտալիայի լողափերն ու Ծաղկաձորի բնությունը կվայելեն համապատասխանաբար Ռոյալն ու Գուլիվերները, իսկ երրորդ տեղի համար պայքարում Չենչ թիմին 8-5 հաշվով հաղթած Կոլովիտան կսահմանափակվի երևանյան ռեստորանային ժամանցով։ Ռոյալի ավագ Սամվել Մանուկյանի հետ ճեպազրույցից հետո ձևավորված ավանդույթին հավատարիմ ձեր դատին կհանձնենք մեր ռեժիսոր Արթուր Պապյանի տեսլականը ֆուտբոլային տոնից։ Սամվել, հետաքրքիր է, ձեզ համար կարևորը ֆուտզալում խաղալն է, մասնակցելը թե հաղթելը։ Գիտեք, սկզբից արդեն իսկ այդ կազմակերպվածությունը, արդեն իսկ այդ ֆուտզալի առաջնությունը արդեն իսկ ձեռք բերում էր ամբողջ ՍԱՍ գրուպի համար, բայց արդեն թիմային առումով հաղթանակը իհարկե կարևորում ենք հենց սկզբից։ Դրա համար էլ մենք ավելի լրջորեն մոտեցանք այս առաջնությանը, մենք խնդրեցինք, որ մեզ մարզիչ վերցնեն մեր թիմին, մենք վերցեցինք Հայաստանի լավագույն մարզիչներից մեկին, որը մեզ մարզեց, ընկեր Ֆելիքսը, ու մենք հասանք հաղթանակի։ Մենք հաղթեցինք ամբողջ թիմով, ֆուտբոլը անհատական խաղ չի, դա թիմային խաղ է, ինչպես է բոլոր մնացած թիմային խաղերը, մենք հաղթեցինք մեր ամուր կամքի, մեր պատրաստվածության շնորհիվ եւ ինչքան մոտենում ենք եզրափակիչին, այնքան ավելի լրջանում էր, որովհետեւ թիմերը ավելի պատրաստված էին լինում եւ ավելի պրոֆեսիոնալ էին մոտենում առաջնությանը ու ամեն օր մարզումներ էր տեղի ունենում եւ մեր թիմի կողմից եւ դիմացի թիմ բոլոր թիմերը մարզվում էին ամեն օր։ Դրա համար խաղը քանի մոտենում էր եզրափակիչին ավելի պրոֆեսիոնալ էր դառնում, դե ես կարծում եմ բոլորը տականատես եղաք, հաղթեց ուժեղագույն թիմը։ Ու այս առաջնությունը ինքը միակը չի, լինելու են տարբեր առաջնություններ եւ կանանց առաջնությունա լինելու վոլեյբոլի, բասկետբոլի նմանատիպ, որպեսզի ՍԱՍ գրուպի բոլոր աշխատակիցները ունենան առողջ ապրելակերպ, զբաղվեն սպորտով եւ ՍԱՍ գրուպը աջակցում է բոլոր նմանատիպ միջոցառումներին, ինքը նույնպես եւ հովանավորում է եւ կազմակերպում է իր ներսում։ Իսկ մենք շուտով նորից սկսելու ենք ֆուտզալի առաջնություն, նոր կազմերով, նոր թիմերով ու թիմերը հիմիկվանից արդեն պատրաստվում են նոր առաջնությանը։ Շատ հաճելի է այս ամենին տեղեկանալը։ Ես ուրեմն ձեզ պայմանավորենք այսպես հրաժեշտ չեմ տալիս, ասում եմ մի շնորհ հանդիպում սպորտային խաչմերուկներում։ Շնորհակալություն։ Sta la li ni na la 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 ni na